Սերժ Սարգսյանի հարցազրույցը իր կվադրոբերների հետ լի էր կեղծիքով եւ ստով, բայց մի կեղծիք ուղղակի ցինիզմի բոլոր սահմաններն անցան։ Երբ կվադրոբերը հարցնում է, թե ինչու ինքը լինելով վարչապետ գնաց Մարիոթում հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, Սարգսյանն ասաց. Ես ուզում եի համոզվել, որ այդ մարդը պատրաստ է արյունահեղության։ Ես շատ կարճ ժամանակում համոզվեցի։ Այսինքն մի ամբողջ պետության ղեկավար, որի ձեռքի տակ կա դատախազություն, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն, բանակ եւ պետական բոլոր կառույցները հնարավորություն չուներ հասկանալու, վերլուծելու Նիկոլ Փաշինյանին, որը երկար տարիներ համագործակցել է ազգային անվտանգության ծառայության հետ եւ Սերժ Սարգսյանը հրաշալիորեն գիտեր, թե ով է նա A-ից մինչեւ F, անհրաժեշտ էր, որպեսզի նա գնար եւ տեղում իր աչքերով տեսներ, թե ինչի է պատրաստ Նիկոլ Փաշինյանը։ Եթե հավատանք այս վարկածին, չենք կարող բացառել, որ եթե ինչ-որ փուլ գար, Սերժ Սարգսյանը կարող էր նաև գնալ եւ Նիկոլ Փաշինյանի վրա թուղթուգիր անել։ Օրինակ, ասենք, հայտնի թուղթուգիր անող Գոլստանի մոտ։ Բայց մենք իհարկե չենք հավատում Սերժ Սարգսյանին, չենք հավատում այս վարկածին եւ լավ գիտենք, լավ հասկանում ենք, ինչու է Սերժ Սարգսյանը գնացել այդ հանդիպման։ Սերժ Սարգսյանը Մարիոթ հյուրանոց է գնացել Նիկոլ Փաշինյանի օրակարգով, Նիկոլ Փաշինյանի ձևաչափով, Նիկոլ Փաշինյանի տեղում, որտեղ ինքն է ցանկացել, որ այդ հանդիպումը լինի, եւ ըստ էության այս հանդիպմանը գնալով ինքը 2017 թվականի ընտրություններում ընդամենը 7% աջակցություն ունեցող Նիկոլ Փաշինյանին հավասարեցրել է այդ պահին երկրի գործող վարչապետի մակարդակին եւ հանրությանը ցույց է տվել, որ ինքը գործող վարչապետին հավասար առաջնորդ է։ Այնպես որ այս քայլը անհրաժեշտ էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանը 7%-անոց աջակցություն ունեցող ընդդիմադիր ճղճղան պատգամավորից դառնար ժողովրդի առաջնորդ։ Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանը վազելով գնացել Մարիոթ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, հետո ուղղակի փախավ այնտեղից։